Ես Յանա Զաքարյանն եմ։ Մենք 8-րդ դասարանի աշակերտներս ներկայացնում ենք նախագծային աշխատանք երկրաչափություն առարկայից։ Նախագծի թեման Պյութագորասի թեորեմի ապացուցման գործնական եղանակն է։ Ես Էրիկ Ավետիսյանն եմ։ Պյութագորասի թեորեմը հաճախ կարելի է գրառել հավասարման տեսքով, որը ցույց է տալիս եռանկյուն AB էջերի և C ներքնաձգի միջև եղած կապը։ A քառակուսի գումարած B քառակուսի հավասար է C քառակուսի։ Այս հավասարումը հաճախ անվանում են Պյութագորասի հավասարում։ Պյութագորասի թեորեմը հույն մաթեմատիկոս Պյութագորասի անունով է, ում պատկանում է թեորեմի հայտնագործումը և ապացուցումը։ Հայտնի լինելով որպես թվերի հայ, Պյութագորասը մեծ հետք է թողել մեր թվարկությունից առաջ 6-րդ դարի փիլիսոփայական և կրոնական ուսմունքներով։ Պյութագորասը և նրա աշակերտները կարծում էին, որ ամեն ինչ կապված է մաթեմատիկայի հետ և ամեն ինչ կարելի է կանխագուշակել և լուծել ցիկլերի օգնությամբ։ Ես Հարությունյան Էմիլն եմ։ C քառակուսին հավասար A քառակուսի գումարած B քառակուսի։ Մենք վերցրել ենք ուղղանկյուն եռանկյուն և ամեն մի կողմի վրա պատկերել ենք քառակուսի։ Քառակուսիների մակերեսների գումարը հավասար է մեծ քառակուսու մակերեսին։ Շրջելով մենք կարող ենք դա տեսնել։ Եվ նույնպես դա կարող ենք համոզվել հետ շրջելով։ Իսկ այս մակետի վրա մենք վերցրել ենք ուղղանկյուն եռանկյուն, որի ցանկացած կողմով կառուցել ենք քառակուսիներ, որոնք պատել ենք կափարիչներով։ Այստեղ կա 16 կափարիչ, այստեղ 9, իսկ այս մեծ քառակուսու վրա կա 25 կափարիչ։ Այստեղ մենք ընտրել ենք կարմիր և կապույտ գույնը, որպեսզի ցույց տանք, որ այս երկու քառակուսիների մակերեսների գումարը հավասար է այս մեծ քառակուսու մակերեսին։ Դրանում մենք կարող ենք համոզվել հաշվելով կափարիչների քանակը, քանի որ այս երկու քառակուսիների մեջ կարմիր կափարիչների քանակը հավասար է 16 և այս երկու քառակուսիների մեջ կապույտ կափարիչների քանակը հավասար 9 է։ Այսպիսով նախագծի վերջնագրում ստացանք երկու մակետ, որոնք մեզ օգնում են ավելի լավ ընկալել Պյութագորասի թեորեմը։